Այնքան էլ հակված չեմ, որ ինձ ասեմ պատկառելի տարիք, որովհետև իմ էներգիան այսօր այնքան շատ է, որ ես ցանկացած երիտասարդ հասակի մասնագետի հետ եւ առհասարակ կապ չունի բժիշկ է թե այլ մասնագիտության, ես կարող եմ լինել հավասար մրցակից։ Անցած տարի մեր կլինորդինատորների հետ գնացինք Ծաղկաձոր, պետքա բարձրանայինք Թեղենիսի գագաթ։ Երկրորդ հատվածից պետքա արդեն ոտքով բարձրանայինք։ Ճամփի կեսին մեծ մասը հետ դարձան, մի քանի հոգին մեռնելով, մի երկուսն էլ նորից ճոպանուղիով բարձացան վերև, իսկ ես մինչև գագաթ բարձացա։ Ընդ որում ասեմ 3 տարի առաջ ես բարձրացել եմ Արարատ լեռան գագաթը, Արագածի գագաթները 4-ն էլ բարձրացել եմ, Արագածի լճում լողացել եմ, որտեղ 6 աստիճան ընդամենը ջրի տաքությունը 6 աստիճան էր, զարմացել են, բոլորը վախում են մտնել, ես էլ հանվեցի, մտա, լողացի, բակ մրսես եւ այլ Բժիշկ դուք միայն հաջողություններն եք ասում, բայց գաղտնիքը չեք ասում, այդ կյանքի որակի, այդ առողջության, իսկական պողպատե առողջությունը որն է, ինչից է այդպես։ Ես ասեմ հետեւյալը, որ շատ բան մարդուց է կախված։ Ես այն կարծիքին չեմ, որ մեկին Աստված շնորհելա երկար տարիների կյանք, այն մյուսին էլ կարճ։ Ոչ։ Պետք է ամեն կերպ աշխատես, որպեսզի դու բավարարված չլնես քո ապրած տարիքից, այլ ձգտես ավելինին։ Ձգտել ավելինին լինում է այն դեպքում, եթե դու բնակ խոսքերով չես ձգտում, այլ որոշ գործողություններ ես անում, կոպիտ ստացվեց գործողություն բառը երևի, բայց ասեմ, առողջ ապրելակերպ, այդ իզուր չի, որ ռադիոյով, հեռուստատեսությամբ ասում են առողջ ապրելակերպը շատ կարևոր է։ Դա պատահական չի։ Ծխելը վնաս է, խմելը վնաս է, հիպոդինամիան չշարժվելը, սաղոր նստելը վնաս է։ Այդ բոլոր հանգամանքները հաշվի առնել, սննդակարգը ճիշտ սննդակարգ պետք է ունենաս, որպեսզի աղեստամոքսային տրակտը ժամանակից շուտ շարքից չանես, ժամանակին, եթե ինչ-որ մի բան նկատում ես շեղվելա մոտդ, անմիջապես միջոցներ ձեռք արվի, հետազոտվես, ստուգվես, անհրաժեշտության դեպքում բուժվես։ Դրա համար ես ասում եմ, այս տարիքը ես չեմ էլ ընդունում, որ այսօր եկել եմ տարեց մարդկանց անվան տակ ինչ-որ ելույթ եմ ունենալու։ Հագեցած բովանդակարից առողջ կյանք ունեք դուք։ Այ որն է դրա բանաձևը, որոնք են գաղտնիքները։ Դուք ասացիք, որ լողավազան եք գնում։ Որ դուք ասում եք 77 տարին ես իմ սարսափելի տարիք է, ես չեմ ընդունում, ես ինձ նախև առաջ այդ տարիքին չեմ համարել։ Ես ասում եի պատկառելի, բայց էլ չեմ ասելու։ Չեմ էլ ուզում համարեմ։ Շաբաթը ոնց լինի, 2 անգամ քայլում եմ, ես ավանում եմ ապրում Պաշտպանության նախարարության մոտ։ Պաշտպանության նախարարության շուրջը մի պտույտ քայլում եմ, այդ 3.5 կիլոմետր տարածություն է, շաբաթական 2 անգամը քիչ չի։ Պլյուս դրան շաբաթական 2-ից 3 անգամ կնում եմ լողի, ընդ որում ես էլ են լողի գնացող մի տեսակ կա, այդ տեսակը, որ գնում է լողի, տունն էլ ասում է գնացել եմ լողի, մտնում ջրի մեջ կանգնում նայում, թե մյուսները ոնց են լողում։ Ես այդպես իմ վրա խնդիր եմ դրել, մտա ջուր, ուրեմն առանց հանգստանալու պետք է 2000-ից 2500 մետր լողամ, դուրս գամ, մտնեմ լողասենյակ, լողասենյակ, մի հատ էլ տաք եւ սառը կոնտրաստինի դուշ մի 4-5 անգամով էլի
ամեն մեկը մի 5 րոպեով, դե պատկերացնում եք, տաք ջուրը պահում եք ձեր վրա, լրիվ ամբողջությամբ, անմիջապես թեքում եք սառը ջրի վրա, սառի վրա, լրիվ սառը, էլի լրիվ, նորից տաք, նորից սառ, Դա ինչ է անում օրգանիզմին։ Բարձրացնում է իմունիտետը, ավելի առողջ ես զգում, չես հիվանդանում։ 65 եւ ավելի տարեկան մարդը մեր երկրում ինչի կարիք ունի ամենաշատը։ Գլուխը մտնի, որ առողջ ապրելակերպ ճանապարհ ընտրի, որովհետեւ շատ հիվանդություններ առողջ ապրելակերպի օրենքներին հակառակ գնալով է առաջանում։ Հիմա կրկնություն կլինի, բայց ասեմ, օրինակի համար մենք գիտենք, ծխելը չարակուրուսները թոքերի շատ հաճախ հանդիպում է ծխողների մոտ, պատահական չի այդ վնասումը։ Ինքը նիկոտինը ազդում է նաև բոլոր օրգան համակարգերի վրա։ Սկսած ամեն ինչով չթվարկեմ։ Դուք ինքներդ խնամում եք բույսեր, այսինքն ինչ որ առումով բնությանն եք մոտ, արդեն ասացիք որ արշավների եք գնում, գուցե դա էլ է նպաստող հանգամանք։ Ես ասեմ, գյուղում եմ ծնվել, մանկությունս գյուղում եմ անցկացրել, առավոտը վեր եմ կացել, տեսել եմ մեր հողամասը, բույսերը, ծառերը եւ այլ, հիմա էլ նույնը շարունակում եմ, ունեմ հողամաս մոտարապես Խարբերդում 700 քառակուսի մետրի չափով, բոլոր տեսակի կարելի ասել ծառատեսակներ մրգատու շատ ունեմ, այս տարի նույնիսկ փորձնական նու անցած տարի ավելի շուտ տնգեցի խուրմա կարալյոկա եւ խուրմա կա, չեմ էլ իմանում ինչ եմ տնկել։ Մեկ էլ սկսեց բերք տալ, նայում եմ ինչա, մեծանում եմ, բայց չեմ տարբերակում ինչա։ Այդ խոր աշունը, որը սկսեց տեղնել, նոր գլխին գա, որ դա չէ իմանում, սկզբից ինչ եմ տնկել։ Խուրմա, ու շատ ուրախացա, որ Համնելա տեղը ինքն էլ երկու ծբեր անցակացրել, չի ցրտարվել, այս տարի որոշել եմ մի 3 հատ էլ կարալյոկ տելեմ, տեսնեմ կաճի թե չի։ Իհարկե կաճի։ Ամեն տեսակ ունեմ, տանձա, խնձորա, սալորա, խաղող, մի խոսքով, թվարկել ունապ, հենց աններ ասեմ, թվարկեմ երկուստ էլ սկիթլս հասկարված չլեք։ Դա էլ է կարևոր, որտեվ դա ձեր հոբին է, զբաղմունք ունեք։ Եվ իմիջայլոց հիմնական աշխատանքը չրելը, տակի մաքրելը, սրսկելը, ամեն չի ես եմ անում։ Թոշակին մոտեցող մարդկանց տարբեր ոլորտներում կլինեն բժիշկներ, ուսուցիչներ հաճախ շտապում են տուն ուղարկել։ Այդ առումով ինչ խորհուրդ կտան գործատուներին ու այդ անձանց։ Ճիշտ ասած, այնքան էլ կողմ չեմ։ Պետք է նայեն, եթե տվյալ անձը գործից չի բացակայում, հիվանդության թերթիկ չի բերում, ժամանակից շուտ գալիս է գործի ավելի ուշ գնում է, համատած շատ երիտասարդների մեկ էլ, եթե ի վիճակի է իր աշխատանքը լիարժեք անել, Ինչին գնենք դրա հետևից, ասենք գիտես, թոշակի տարիքա թող գնա մի քիչ էլ նարդի խաղա այաթու մարևանների հետ, օրինակի համար։ Ես դրան դեմ եմ, որովհետև եթե զգում են, որ իսկապես ի վիճակի չի, շաբաթը մեկ անաշխատունակության թերթիկա տալիս, ամիսներով բացակայում է, գործը չի կարողանում լիարժեք կատարել, խնդիր չկա եկել լա տարիքը թող գնա թոշակի։ Բայց եթե տվյալ մասնագետը տալի բժիշկ, տալի ուրիշ մասնագիտության, տալի ով ուզմա լինի, կարող է իր աշխատանքային գործունեությունը այնպես կազմակերպել, ոնց որ երիտասարդ հասակում, թող աշխատի ինչքան կարա։
Ընդունված է, որ 63 տարի լրացավ, եկեք տնենք ուղարկենք թոշակի։ Դուք դրան ուղարկում եք շատ դեպքերում մահանալու, որովհետև դրանից հետո հոգեբանորեն արդեն ինքը ճնշված է զգում, ավելորդ է իրան համարում հասարակության մեջ, նույնիսկ տան մեջ արդեն զգում է, որ ինքը են չի։ Բնական է զորով ասում ենք դու 90 տարի մի ապրի, 63 ես, 65-ը հենց կծկես, այդտեղ պատրաստվի կամաց ուր ես գնում։ Կոպիտ եմ ասում։ Ուզում եմ ասեմ, անձնագրում գրած այդ թիվը պետքա երկակի նայել։ Մեկ կոնկրետ թիվն է, մյուսը իրականում տվյալ մարդու իրական վիճակը։ Նորից եմ ասում, պարտադիր չի բժիշկ կլինի կամ էլ։ Եվ դրանով առաջնորդ, մարդ կա 40 տարեկանում նայում ես դեմքին 60 ես տալիս, մարդ էլ կա 75 տարում 15 տարի եմ ոնց որ ինձ փոքր են ասում։ Հա, ես մի քանի անգամ ստուգեցի, արդյոք 77 եք զարմացա իսկապես։ Դե մի անգամ ձեզ էլ գրավիրեմ իմ հետ լավ, չեմ բարդ, տեղենիս կասնեմ։ Տեղենիս, իրար հետ հանգիս ջանասելով բարձանանք։ Տեղենիս շնչակտուր կբարձանեմ, բայց արագած արարատ ռիսկ չեմ անի։ Ես համոզված եմ, որ հետ չեմ ընկնի ձեզնից։ Կանցնեք առաջ։